Բարև ձեզ, եթերում մարդիկ հաղորդումն է։ Այսօրվա իմ հյուրը համարձակ է ոչ միայն իր կերտած կերպարներում, այլև կյանքում։ Այո, ես նկարահանվում եմ բաց տեսարաններում, այո, ես անում եմ այնինչ ուզում եմ եւ այո, ես հաջողելու եմ, ասում է նա։ Տաթև Հովակիմյան ծնվել է 1992 թվականի հունվարի 9-ին Երևանում, սովորել է Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ֆակուլտետում, ապա Երևանի թատրոնի եւ կինոյի պետական համալսարանում։ Խաղացել է ուսանողական թատրոնում, 2015 թվականին նշեց իր դեբյուտը կինոաշխարհում, նկարահանվելով Անավարտ Թուրիչ գեղարվեստական ֆիլմում։ Երիտասարդ դերասանուհին այս պահին սովորում է մագիստրատուրայում։ Ողջույն Տաթև, նախ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Դեռ մի քանի ամիս առաջ Տաթև Հովակիմյան դերասանուհու մասին ոչ ոք չէր լսել, հիմա քեզ բոլորը գիտեն։ Ինչպես դու հասկացար, որ արդեն հայտնի ես եւ արդյոք երբևէ ձգտել ես հայտնիության։ Ողջույն, ես շնորհակալ եմ հրավերի համար եւ ճիշտ ասած չեմ կարծում, որ ինչ որ չափից դուրս մեծ հայտնիություն է ինձ բերել ֆիլմը առհասարակ եւ գուցե ես չեմ նկատում, չգիտեմ, որովհետեւ իրոք երբեք չեմ ձգտել այդ հայտնիությանը։ Շատ եմ սիրում ուղղակի աշխատանքս, չափից շատ, թե թատրոնում, թե կինոյում եւ ձգտում եմ միշտ աշխատանք անել լավ։ Թե ինչ արձագանք կստանամ, դա էլ է հետաքրքիր, բայց թե ինչքան հայտնիություն ինձ կբերի ու վարկանիշը որքան կբարձրանա իմ անվան, երևի թե շատերը չեն հավատա հիմա, բայց անկեղծորեն ասում եմ, որ երբեք չեմ մտածել դրա մասին։ Ուղղակի մարդկանց մի փոքր հավատ է պետք, որը պակասում է, որ հավատան, որ իրոք շատ մարդիկ չեն ձգտում այդ հայտնիությանը, մարդիկ ուղղակի սիրում են իրենց աշխատանք, ինչպես բուժքույրը սիրում է իր աշխատանքը, ուսուցիչը իր, այնպես էլ դերասանը կարող է սիրել իր աշխատանքը պարզապես ու անել դա։ Կհիշեմ շատ հետաքրքիր մի դեպք, որը շատ ինձ հուզեց իրոք, երբ ֆիլմը նոր էր էկրաններ բարձրացել, ես եւ մայրս ֆիլմը չէր դիտել, որովհետեւ շատ հուզված էր եղել պրեմիերային եւ միասին որոշեցինք գնալ եւ նայել ֆիլմը։ Մաման երկար համոզեց գնանք նայենք, ես ուզում եմ նայել, որովհետեւ չեմ հիշում ոչ մի բան, ասացի լավ գնանք։ Գնացինք կինոթատրոն, երբ մտնանք կինոթատրոնի սրճարանում նստած էին մի խումբ երիտասարդներ, հիմա էլ փշակաղվում են, որովհետև երբ տեսան, սկսեցին ծափահարել եւ գոռալ բրավո։ Երևի թե ամենամեծ ու ամենակարևոր գնահատականներից մեկն է դա։ Թե թատրոնում, թե կինոյում, երբ հանդիսատեսի ծափահարությունները լսում ես անկեղծ ու զգում ես, որ դրանք անկեղծ են, քեզ չեն ծափահարում քո հարազատները, այլ ծափահարում են օտար մարդիկ, դա մեծ գնահատական է եւ խթան է հաջորդ աշխատանքը շատ ավելի լավ անելու համար։ Քեզ մոտ ստացվեց մեկ ֆիլմը միանգամից տպավորվել, հիշվել, պատճառը թերևս արտաքին է, նաև տարբերվող արտաքին է, քո կարծիքով որքանով է դեր խաղում դերասանու արտաքինը նրա գործունեության մեջ։ Ամենաթյուր կարծիքներից մեկը դա այն է, որ դերասանուին պետքա լինի բացարձակ գեղեցկուի, իմ կարծիքով։ Դերասանուին պետք է ունենա բացարձակ գեղեցիկ ներաշխար, հարուստ ներաշխար։ Իսկ արտաքին տվյալների մասին անկեղծ երբեք չեմ մտածել։ Ինչն է գեղեցիկ, ինչը չէ։ Մտածել եմ ամեն դեպքում կերտել են կերպարը, որ ինձ տված է, յուրաքանչյուր կերպար գեղեցիկ եւ տարբերվող մեկը մյուսից։ Երբ որ ներքուս դու փոխում ես քո մեջ ինչ-որ բաներ կերպարին հատուկ, արտաքնապես նաեւ փոփոխությունը լինում է, ես վստահ եմ դրա մեջ։ Դերասանուհին պետք է երբեք չվախենա տգեղ լինելուց։ Եթե դու խաղում ես բացարձակ ինչ-որ էմոցիաներ, որոնք շատ իրական կյանքում էլ դու երբ որ սկսում ես բարկանալ, հուզվել, դու երբեք չեմ կարծում, որ գեղեցիկ ենք մենք հուզվելուց կամ պես գոռալուց, եւ պետք է չվախենաս նաեւ էկրանին այդ էմոցիաները բնական ներկայացնել ու այդ պահին տգեղ երևալ, որտեղ հանդիսատեսը եթե թափանցի քո ներաշխարը եւ նրան կարողանաս հուզել, ինձ թվում է հարուստ ներաշխարով հանդիսատեսը երբեք չի նայելու, որ դու տգեղ երևացիր։ Նայենք հայտնի դեպքեր ֆիլմերից,
այն մարդիկ, ովքեր նայում են լավ ֆիլմեր, վստահ են, որ երբեք չեն նայի դերասանուհու արտաքինին։ Մերլին Ստրիփը, նույն Պենելոպե Կրուզը իմ ամենաշատ սիրելի դերասանուհիները, կադրեր կան, որ գեղության գագաթնակետին էր հասնում, բայց այնպես են խաղում, որ դու չգիտես, էլի, ոնց նախանձից երևի թե մեռնում ես, որ դու կարող ես կյանքում խաղալ նմանատիպ մի կադր։ Չգիտեմ, մի փոքր ուզեմ, որ Հայաստանում էլ սկսեն լավ ֆիլմ ու լավ դերասանուհուն գնահատել ոչ արտաքնային տվյալներով։ Ֆիլմի բաց տեսարանների մասին շատ ես խոսել, նշել ես, որ դա քո մասնագիտությունը եւ որևէ խնդիր չես տեսնում, նաեւ նշել ես, որ դերասանուհիները, ովքեր խուսափում են, հա, խաղալ բաց տեսարաններում, ճակերտների մեջ ես նրանց վերցրել։ Բոլոր դեպքերում կա սահման, որը դու չես անցնի։ Անկեղծ ասած սահմանների մասին չեմ մտածում, որովհետև երբ սցենարը ձեռքս կլինի եւ կտեսնեմ, որ ինչ որ սահման անցած է սցենարի մեջ, որը իմ սիրտը չի կպնում, միանշանակ կասեմ ոչ, բայց հիմա կոնկրետ սահմաններ չունեմ, որոնք սահմանել եմ ինձ համար, տաբուներ, չեմ սիրում ստեղծել նմանատիպ բաներ։ Դերասանուհին բացարձակ ազատ պետք է լինի իր աշխատանքի մեջ եւ դա բացարձակ կապ չունի իրական կյանքի հետ։ Ինչպիսին կլինի դերասանուհին էկրաններում։ 2 օր առաջ էլի նայում էի իմ շատ սիրելի գործերից մեկը Դաշնակահարուին։ Բացարձակ կարելի ասել այնտեղ կան ծայրահեղ բաց տեսարաններ, եթե վերցնենք, այսպես, ինչը համարում ենք։ Ինձ համար էսթետիկության եւ գեղեցկության գագաթնակետն է այդ ֆիլմը իր բոլոր առումներով եւ դերասանուհին միայն հիացմունքի է արժանի։ Եվ եթե շատերի համար դա կլինի սահմանի անցում իրենց մտածած, ինձ համար դա գեղեցկություն է։ Դրա ամեն մարդ ունի իր դրած սահմանները։ Ես չգիտեմ դիմացինս ինչպես կընդունի իմ սահմանը նկարահանվելու կամ դրա համար ոչ մի դերասանուհի ես իրավունք չունեմ եւ ոչ մի դերասան իրավունք չունի քննադատելու ինձ, բայց ամեն դեպքում, երբ որ նայում ես տենց արվեստի գործեր, ինչպիսին այդ ֆիլմերն են, դու հասկանում ես, որ դու դեռ ոչինչ չես արել դերասանուհի լինելու համար։ Թեև ամեն դեպքում Հայաստանում դժվար է գտնել դերասանուհիներ, ովքեր համաձայնում են խաղալ այդպիսի տեսարաններում եւ ովքեր համաձայնում են, նրանց առաջիկները ավելի շատ են լինում։ Համաձայն ես նախ դրա հետ եւ արդյոք մտավախություն չկա, որ այսուհետ հիմնականում այդ բաց տեսարանները հենց քեզ կարճ, իսկ դերերը հիմնականում այդպեսին կլինեն։ Անկեղծ ասած, բացարձակ մտավախություն չկա, որովհետեւ ես հավատացած եմ, որ այն մարդիկ, որոնց ես հետագայում կաշխատեմ, այնքան պրոֆեսիոնալ կլինեն, որ երբեք ինձ նմանատիպ առաջարկ չեն անի միայն այդ տեսարանների համար։ Ես վստահ եմ։ Եթե կհայտնվի մեկը, ով ինձ առաջարկություն կանի, ես հենց դրա համար արդեն ես այդ մարդուց կունենամ հեռավորություն, որովհետև կհասկանամ, որ պրոֆեսիոնալության մեծ պակաս ունի այդ ռեժիսորը, ու երբեք չեմ աշխատի նման ռեժիսորի հետ, որը կարծում է, որ ահա բաց տեսարանը նկարվել դերասանուհին, նրան կվերցնեմ դրա համար։ Ցավալի փաստ կլինի իհարկե, բայց չեմ կարծում, որ 21-րդ դարում ենք եւ վերջի վերջո այն մարդիկ, ովքեր արվեստի մեջ են ու իրենք արվեստի գործ են նկարելու, դժվար թե նման մտածելակերպ ունենան։ Ամեն դեպքում հանգիստ եմ։ Շատ համարձակ էր, նաև վերջերս բավականին ակտիվ մասնակցում էր Բաղրամյանի ցույցերին եւ անգամ գրառում արեցիր, այո, ես նկարահանվել եմ մատ ցույց տալով, ներեցեք ինձ սրբեր։ Մատ ցույց տվող աղջիկներին բավականին նաև քննարկվեց եւ նաև քննադատվեց Facebook-ում եւ շատ հաճախ հնչում են այդ հայեցի չէ։ Ինչն է քեզ համար հայեցի լինելը եւ չլինելը։ Իսկ այդ մարդիկ, որոնք գրում են այդ կոմենտար, ես ուզում նրանց հարց տալ, առավելևս երիտասարդ աղջիկներին, իսկ հայեցի է արդյոք հայ աղջիկա համար մեկնաբանություններ գրել իր տարիքի մի երիտասարդ աղջիկա հասցեին, ով է սա, ինչ է իրենից ներկայացնում, նմանատիպ արտահայտությունները արդեն ինձ համար հենց դա հայեցի չէ։ Իսկ ինձ համար ընդհանրապես, չգիտեմ ով է սահմանել հայեցի լինելու ինչ-որ օրենք կա, ես երևի չգիտեմ, գուցե այդքան գրագետ չեմ, որ իմանամ։ Կխնդրեմ այն մարդիկ, ովքեր գրում են դա հայեցի չէ, ինձ ուղարկեն այդ օրենքը հայեցիության ու ես ընթերցեմ ու հաջորդ անգամ հասկանամ, որ օրենքի խախտում եմ անում։ Իսկ ինձ համար հայեցի լինելը ես ինձ համարում եմ մաքուր հայ երիտասարդ աղջիկ, որը պայքարել է իր ընկերների համար,
իր երկրի օրենքի համար։ Ես այդ ժամանակ իմ բողոքը արտահայտել եմ այդպես եւ ընդհանրապես ոչ մեկին որևէ բացատրություն տալու կարիք չունեմ, իսկ այդ սրբերն է, որ շատերը կարծում ես իրոք ներողություն եմ խնդրում, ինձ թվում է նրանք պակաս ունեն մի փոքր հասկացողության եւ սարկազմը զգալու, որը շատ ավելի վատ է, էլի մարդկային տեսակի մեջ։ Որևէ մեկին մեկնաբանության եւ բացատրության կարիք երբեք չունեմ։ Մարդիկ, ովքեր ինձ չեն հասկանում, ես փորձում ընդհանրապես նրանց որևէ բացատրություն չտամ, որտեղ նրանք նա ոչ իմ մայրն է, ոչ իմ հայրն է, որ ինչ որ սխալ հասկանան, ես փորձեմ նրանց բացատրել։ Ինչ եմ արել ու ինչու։ Այդպես թող իրենք մտածեն։ Ուղղակի ես ցավում եմ շատ երիտասարդ աղջիկների համար, որոնք տանը պարապ նստած փորձում են ինչ-որ մեկնաբանություններ անել, շատ տգեղ։ Եթե խոսենք էլի ցույցերից, այ քեզ բավարարեց այն արդյունքը, որը հիմա կա։ Անկեղծ ասած պետք է գնալ փոխզիջումների։ Ես միշտ հավատացեմ, որ յուրաքանչյուր հարաբերությունների մեջ ամենալավ բանը գնալ փոխզիջումների։ Եվ այս դեպքում, երբ որ նրանք պետությունը մեզ արեց մի քայլ, որ նրանք կվերանային ամենը եւ հետո կհայտարարեն թանկանում է հոսանքը թե ոչ, այդ երբ որ կհայտարարեն ոչ, էլի թանկանում է, ես այդ ժամանակ պատրաստ եմ ձմեռվա որ ամիսն է լինի, ինչ սուրտ լինի, ես այնտեղ կանգնած լինեմ էլի։ Բայց հիմա մի քայլ առաջ արվել եմ մեզ եւ պետք է համբերատար քաղաքավարի սպասել այդ որոշմանը։ Իհարկե մի փոքր բավարարվեցի ես նրանց որոշումից, չեմ կարող ասել 100%, բայց ամեն դեպքում մեկ քայլ առաջ նրանք արեցին եւ պետք է սպասել դեռ։ Իսկ ինչպես է վերաբերվում, երբ հայտնի մարդիկ քաղաքական այդ իրավիճակների մեջ են հայտնվում, այսինքն քաղաքականություն եւ արվեստը որքանով է համատեղելի։ Ես ինձ համար կարող եմ ասել, ես քաղաքականությունից բացարձակ հեռու մարդ եմ միշտ եղել եւ այս պայքարները ինձ համար քաղաքականության հետ որևէ կապ չուներ։ Սա քաղաքացիական պայքար էր երիտասարդների հիմնականում, կարծում եմ նոր երիտասարդների, որոնք գիտեն ինչ են ուզում իրենց երկրից եւ գիտեն, որ երկիրը իրենցն է, ոչ թե մի քանի հոգուն է, որոնք փորձում են կառավարել։ Ընդհանրապես սա շարժում էր, որը երիտասարդական եւ շատ գեղեցիկ շարժում եմ ես անվանում դա, որևէ քաղաքականության հետ չկապելով եւ առհասարակ ես երբեք չեմ սիրում խառնվել որևէ քաղաքական հարցերի։ Ամեն մեկը իր տեղում, իր հասկացողության սահմաններում, ես քաղաքականությունից այդքան չեմ հասկանում, որ ինձ իրավունք վերապահեմ խառնվել եւ ասել մարդկանց ինչ անել։ Եթե նորից վերադառնանք ֆիլմին, դու նկատեցիր փոխված քո հանդեպ վերաբերմունքը տղամարդկանց նախքան ֆիլմը նկարահանվել է եւ հետո։ Ամենադժբախտ բանը ինձ համար, երբ տղամարդու համար դու լինում ես էկրանային ինչ-որ կերպար կամ բեմական ինչ-որ կերպար, այլ ոչ իրական։ Տղամարդկանց վերաբերմունքը հենց փոխվեց դրանով, բայց շատերի համար ես հենց այդ էկրանային կերպարն էի կամ բեմական, որը ինձ համար տանելի չէ, հաճելի է իհարկե, բայց տանելի չէ, որտեղ իրանք ինձ իրականում չգիտեն եւ կարող են գրել սիրո խոստովանություն հենց միայն ելնելով դրանով, որ ես էկրանային ինչ-որ կերպար եմ։ Ես իմ արևիկը չեմ եւ ոչ էլ իմ բեմական որևէ կերպարն եմ։ Ես Տաթևն եմ, որը իրական կյանքում բացարձակ ուրիշ մարդ է։ Իր երազանքներով, իր մտածելակերպով փոփոխությունը իհարկե շատ մեծ եղավ, ինչի ես զգում եմ։ Ամեն դեպքում փոփոխություն չեղավ իմ մեջ որևէ փոփոխություն չեղավ իմ աշխարհայացքի մեջ։ Դու խաղացիր մեծ սիրո պատմություն։ Քո կյանքում դու ինքդ վերապրել ես, ունեցել ես այդ մեծ սերը եւ ինչ է նշանակում մեծ սեր։ Ստվում է անգամ ամենամեծ փիլիսոփաները այդ հարցին չեն կարող պատասխանել, թե ինչ է նշանակում մեծ սեր։ Երևի ինձ համար մեծ սերը երևի, երբ մարդու հետ, օղակցիդ հետ գտնվում ես մի ուրիշ մոլորակի վրա, սկսում ես հայտնվել մի ուրիշ տեղ, քո երազանքներով, քո նպատակներով, երբ ուրիշ մթնոլորտի վրա է դրվում ամեն ինչ, երբ որ միասին եք։ Երևի թե դա էլ հենց սերն է, չգիտեմ։ Անկեղծ ասած դժվար է բացատրել որն է դա, որտեվ ամեն մեկի հետ կարող է մի ձև դա պատահել։ Ինչպես է պատահել քեզ հետ։ Ես անկեղծ չեմ կարող ասել ապրել եմ մեծ սեր թե չէ։ Եթե ինձ թվում է ապրած լինեի, հիմա կլինեի դեռ այդ սիրո մեջ։ Ես հավատում եմ մեծ սիրուն այն ժամանակ, երբ դա
քո ամբողջ կյանքում է տևում։ Կապ չունի դու ուր գնաս, ինչքան հեռավորության վրա, այդ մարդը անդադար քեզ հետ է լինում։ Բայց ինձ հետ չկա մի մարդ, որ անդադար իմ կողքին քայլի, թեպետ երևակայական։ Ու կարծեմ դրա համար ես չեմ ապրել այդ մեծ սերը դեռ եւ չեմ կարող դատել սիրո մասին, որովհետեւ չեմ ապրել ուղղակի։ Կարծիք կա, որ դերասանուհիները առավել էմոցիոնալ են եւ ավելի հաճախ են սիրահարվում։ Այդ դա քեզ բնութագրում է թե ոչ։ Ես կարող եմ սիրահարվել մի մարդու, ում հետ ուղղակի խոսեմ ինչ որ չսիրահարվել։ Սիրահարվելը շատ բարձր արժեք է կարծում եմ։ Չսիրահարվել, ուղղակի տարբեր մի մարդով, հա, երևի։ Ում հետ կարող եմ շփվել ընդհանրեն իմ սիրած ֆիլմից, եւ այդ մարդը երբ որ սկսի մեկնաբանել շատ գեղեցիկ իմ սիրած ֆիլմը, ես տարվեմ նրանով։ Հետաքրքրի ինձ նա։ Բայց դա անցողիկ, շուտ կարող է անցնել։ Էմոցիոնալ եմ շատ, բայց ինձ թվում է ուղղակի սպառում եմ, կարողանում եմ սպառել էմոցիաներս շատ բեմում, դրա համար իրական կյանքում մի փոքր ավելի մեղմ եմ դարձել այդ առումով։ Չեմ սիրահարվում շատ հաճախ, բայց տարվում ինչ-որ մեկի հետ ինչ-որ մի թեմայի շուրջ, բայց հետո կարող է շուտ անցնել դա։ Ընդամենը դա լինի շփում առանց հանդիպելու։ Ինչ է ազատությունը քեզ համար եւ դու քեզ համարում ես ազատ մարդ։ Կարծում եմ ոչ մեկն էլ բացարձակ ազատ չի։ Մի շատ սիրելի գործ ունեմ, գիրք Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը։ Այնտեղ անդադար խոսում է ազատությունից եւ խոսում է, որ մենք ազատ ենք անելու ինչ ուզում ենք եւ պետք է ազատվենք մեր կապանքներից։ Ինձ թվում է, բայց մարդը ամբողջ կյանքում ինչ որ կապանքների մեջ է։ Բացարձակ ազատ եւ եթե դու ունես ծնող, դու արդեն կապանքներ ունես, որովհետեւ դու կամենում ես մի բան, ծնողդ այլ բան, ու արդեն դա քեզ դնում է կապանքների մեջ ու դու բացարձակ ազատ չես։ Ես կարող եմ բացարձակ ազատ լինել զգացմունքներից մեջ շատ հաճախ, բայց էլի չարտահայտել, որտեվ ինքը կապանքներ է ստեղծում, երբ որ այդտեղ սահմանափակվում է դիմացինիս ազատությունը, ես իրավունք չունեմ արտահայտելու։ Ազատության մասին պատկերացումներս շատ տարբեր են, բայց ամեն դեպքում գիտեմ, որ յուրաքանչյուր մարդ միանշանակ ինչ-որ կապանքների մեջ է իր ազատության մեջ եւ չի կարող բացարձակ ազատ լինել։ Իհարկե մեծ երազանք կլինի, երբ որ դու կարող է դա պատիժել լինի շատ հաճախ, երբ որ դու բացարձակ ազատության մեջ կարողանաս լինել։ Դա մարդու համար շատ հաճախ կարող պատիժ դառնա։ Եթե հիշենք, չէ, Դորիան Գրեյին բացարձակ ազատ մարդ էր։ Կործանեց իրեն իր ազատության համար, իր ապրելու համար, երիտասարդ մնալու համար, ազատություն էր։ Նա որոշեց ինչ է ուզում եւ ինքը դարձավ զոհ դրան։ Այսինքն դարձավ իր ազատությունը իր համար մա։ Ինչի մասին ես հիմա երազում։ Երազանքները իրենք թաքուն ինչ-որ բաներ են ու շատ են։ Տարբեր բաների մասին եմ երազում։ Երազում եմ լավ թատրոնի, երազում եմ այն երջանկության մասին, որ չուզենամ պահը վերջանա։ Ուզում եմ լինի ինչ-որ մի ակնթարթ, որ ուզենամ կանգ առնի։ Երազում եմ այդ ակնթարթների մասին անդադար։ Շատ բաների մասին եմ երազում ու միշտ եմ երազում։ Ամեն օր, ամեն գիշեր, ամեն ժամ։ Հիմա էլ եմ երազում։ Սպային էլ եմ երազում, որ չգիտեմ ամեն ինչի մասին։ Ինչ ռիթմեր ես այսօր ունեցել շփտալու։ Ես անդադար շփտում եմ։ Ես շատ հաճախ եմ շփտում։ Անկամ մեկ-մեկ մամային ասում եմ, որ ինձ թվում է, որ փողոցում մարդիկ կմտածեն, ես ինչ-որ մի բան ինձ հետ այն չի, որովհետև ես իրոք շփտում եմ։ Շատ հաճախ։ Ես քայլում եմ իմ ինստիտուտում ու շփտում եմ բոլորին, որովհետև ինձ թվում է, որ բոլորն ինձ ծանոթ են։ Քաղաքում էլ այդպես։ Ինձ թվում է, որ բոլորը ինձ ծանոթ են, մեկս մյուսին ծանոթ ենք, հարազատ առհասարակ առանց առիթ պետք չի շփտալու համար։ Սիրուն է, երբ դու ուղղակի շփտում ես մարդուն ու այդ առիթը հենց ստեղծվում է, երբ որ դիմացինդ էլ քեզ է շփտում, արդեն քեզ շփտալու առիթ է դա։ Շնորհակալ եմ Տաթև հետաքրքիր զրույցի համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ իմ հյուրն է Տաթև Հովակիմյանը։ Մարդիկ տարբեր են, սիրենք իրար եւ լինենք մի փոքր հանդուրժող։ Իսկ ես շնորհակալություն եմ հայտնում էլեգանտ գեղեցկության սրահին եւ դիմահարդար Նաիրային։